Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների Քանի վարքյան։ Համարյա հաղթում էր ինձ։ Ուրեմն մի հատ էլ կփորձեմ։ Իմ հերթն ա տուր ինձ։ Չէ, մի րոպե։ Դու առանց այն էլ արագ ես։ Թող փորձեմ այնքան, մինչև կհասնեմ քեզ։ Ես էլ ռեկորդակիր եմ, գուցե ուզում եմ իմ արդյունքը գերազանցել։ Աննա, մի հատ կասես այն արտահայտությունը։ Քո լավագույն մրցակիցը պետք է լինես դու ապագայում։ Լսեցիր։ Այսինքն ես իմ մրցակիցն եմ, բա գիտես հեշտ է ռեկորդակիր լինելը ու այդ տիտղոսը պահելը։ Հա, բայց տենց ինչքանով է արդար։ Ես հիմա նույնիսկ չեմ հասցնում քո հետևից, բա որ ավելի արագ լինես, թող փորձեմ այնքան, մինչև կհաղթեմ քեզ։ Երեխեք չձանձրացաք, առավոտվանից մրցում եք, թե ով ավելի արագ կհասնի փողոցի ծայրն ու հետ գա։ Աննա, մի հատ վերջին անգամ այն իմ սիրած արտահայտությունը կասես։ Հաղթողները երբեք չեն հանձնվում, հանձնվողները երբեք չեն հաղթում։ Լսեցիր, լրիվ իմ մասին է։ Բայց դե մի նեղվեք, մի օր էլ դուք կհաղթեք։ Իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ոնց են վարում իսկական սպորտսմենները։ Լուրջ հիմա դու սենց տխուր ես, որովհետև պարտվում ես։ Չէ։ Ուղղակի ես էլ եմ ուզում, որ ինձ մոտ ստացվի հեծանի վարել այնպես, ինչպես գոռնա վարում։ Լավ, մինչև այդ գորին էի ոգևորող բաներ ասում, հիմա քեզ պիտի ասեմ։ Մայքլ Ջորդանին գիտես, չէ։ Հա, աշխարհահռչակ բասկետբոլիստ է։ Ասեմ ավելին, համարվում է պատմության մեջ լավագույն սպորտմեններից մեկը։ Դե ուրեմն իմացի, անգամ նա ասել է. Ես բաց եմ թողել ավելի քան 9000 նետում իմ կարիերայում։ Պարտվել եմ ավելի քան 300 խաղում։ 26 անգամ ինձ են վստահել հաղթական նետումը, իսկ ես այն վրիպել եմ։ Ձախողել եմ կրկին ու կրկին, ու հենց այդ պատճառով է, որ ես հաջողության եմ հասել։ Հասկացար, չէ՞։ Մայքլ Ջորդանը ինչքան է ձախողել։ Եթե նա էլ քեզ նման հուսահատվեր, երբեք ոչինչ չենք իմանա նրա մասին։ Հասցրեցիք նկատել, որ ես այստեղ չէի։ Հոպ, գնացի եկա։ Սրանից արագ հնարավոր չէր։ Վերջ, ավարտվեց ձեր մրցումը։ Հիմա ուրիշ խաղ ենք խաղում։ Ինչի համար։ Հա, երևի որ ես այստեղ լավագույնն եմ ու դուք ինչ եք կարողանում գերազանցել դրա համար, հա։ Չէ, որ բոլորս մասնակցենք։ Մասնակցեք։ Աննա, ուզում ես։ Դու մոռացել ես, որ ես հեծանի վարել չգիտեմ։ Մոռացել էի քո մասին։ Դե Արմեն, ինչ եմ հարցնում։ Մնացիր դու Մարիա, ուզում ես։ Գիտես ինչ, ես ներվայնացա արդեն քո այս մեծամտությունից։ Հա, մրցում եմ։ Խնդիր չկա, բայց մի պայմանով։ Եթե պարտվում ես, օգնում ես, որ մաթեմատիկայից տնային աշխատանքները անեմ։ Իսկ եթե հաղթեմ։ Ինչ ուզես կանեմ։ Բոլորս պաղպաղակ ես հյուրասիրում։ Պայմանավորվեց։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե ոնց։ Դե ուղղակի նրանից է, որ ես գլուխգովան չեմ։ Դե գոր, հիմա գիտես Արմենը ինչ ազգում, բայց տես Մարիան անդադ քոպես չի իժացնում, որ դու պարտվել ես։ Լավ, իսկապես Արմեն, կներես։ Չէ, ամեն բան նորմալ է։ Ուղղակի հիմա այնպես է ստացվում, որ ես համ քեզ չեմ կարողանում հաղթել, համ էլ Մարիային։ Դե լավ, դուք գոնե հեծանի վարել գիտեք։
Լսի, իսկ պաղպաղակի մասին ինչ գիտես։ Դե շատ բան չգիտեմ, բայց պաղպաղակի ամենահին տարբերակները գալիս են Չինաստանից, որտեղ դեռևս մեր թվարկությունից առաջ սառույցի ու կաթի խառնուրդներ էին պատրաստում։ Սառույց ու կաթ։ Ու դեռ սառույցից է զարմանում։ Հռոմեական կայսրությունում Ներոն կայսրը ծառաներին հրամայում էր գնալ լեռներ ձյուն բերելու, որպեսզի այն խառնեին մրգահյութերի հետ ու թարմեցնող աղանդեր պատրաստեին։ Վայ, ինչ լավ է, հիմա այդքան էլ բարդ չի։ Հայ միջայլոց։ Եթե մենք ապրենք 19-րդ դարում, բոլորը մեզ զարմացած կնային, որովհետև այդ ժամանակահատվածում միայն արիստոկրատներն էին պաղպաղակուտում։ Նկատել եմ, որ պաղպաղակուտողները իրենց արիստոկրատի պես են զգում։ Օրինակ, Կոմս Գոռը, Կոմս Արմենը։ Չեղավ։ Հայի դեպքում, Սերժ ջան, պաղպաղակի մեծամասշտաբ արտադրությունը սկսվել է 20-րդ դարի սկզբին։ Լուրջ, չեմ հասկանում։ Քո այդ փոքր գլխում այդքան ինֆորմացիա որտեղից։ Բայց զգացիք, ամենասկզբում էլ ասեց, դե շատ բան չգիտեմ ու պատմեց պաղպաղակի ամբողջ պատմությունը։ Դե ես հովոմանց պես գլուխ գովան չեմ։ Լավ, համել ինչ եք դժգոհում։ Իմ գլուխ գովալու պատճառով հիմա պաղպաղակ եք ուտում։ Կոմսարմեն, ոնց հասկանում եմ դու անդրամադիր ես։ Ես գիտեմ ոնց բարձրացնենք մեր Արմենի տրամադրությունը։ Եվ Նայեք, ես վստահ եմ հիմա նա մտքերով օրագրի հետ է ու ուզում է փոխանակել այս հրաշալի ժամանցը արկածներով ու հանելուկներով։ Պա, հեծանիվ հայտնագործեց։ Քո ասածը նորություն չի։ Ճիշտ է, ես չեմ հայտնագործել հեծանիվը, բայց մեծ հաճույքով կլսեմ թե ով է։ դա թևավոր խոսք է։ Օգտագործում են այն ժամանակ, երբ որևէ մարդ միտք է արտահայտում ու դա բոլորին հայտնի է։ Չէ, այս արտահայտությունը այդքան էլ դուրս չեկով։ Հիմա բացում ենք, թե չէ։ Հա, բացում ենք։ Ու քանի որ դուք բոլոր տեսօր լավ ժամանակ եք անցկացրել, հանելուկը այսօր կարդում եմ ես։ Նայեք, պայմանավորվում ենք այսպես։ Հիմա Աննան բացում է օրագիրը, կարդում է հանելուկը այն հույսով, որ մենք կգտնենք գանձեր, բայց ի վերջո չեն գտնի, կլուծի հանելուկը եւ մենք նրան կսովորեցնենք հեծանիվ քշել։ Լսի, զարմանում եմ։ Այսօր ինչ ասում ես, հետդ համաձայնում։ Իսկականից, քեզնից չի, որ ուզում ես Աննային հեծանի վարել սովորեցնես։ Ճիշտն ասա, ինչ ես մտածել։ Դե, նայեք, քանի որ մաթեմատիկայի տնային աշխատանքները շատ բարդ են, հիմա որ Աննային հեծանիվ վարել սովորեցնենք, նրան որպես կսնակ ավելի հեշտ կլինի հաղթել։ Հա, այդպես ասա, այ խորամանկ։ Կարդում ենք։ Հա, կարդում ենք։ Խոսում եմ, բայց լեզու չունեմ, բառեր եմ, բայց տառեր չունեմ։ Այս նշանները կլինեն ձեզ համար անհասկանալի, բայց եթե բացահայտեք նրանց գաղտնիքը, նրանք ձեզ կուղղորդեն մի վայր, որտեղից սկիզբ են առել բազմաթիվ արկածներ։ Բախտերս չբերեց։ Ամեն անգամ ինձ թվում է, որ հանելուկը հեշտ է լինելու, բայց արի ու տես։ Արի ու տես, որ խոսում է, բայց լեզու չունի, բառերն էլ տառեր չունեն։ Կարծում եմ, որ այստեղ պիտի շունկնի։ Հաստատ սլակներ են, ինչ որ ուղղություն են ցույց տալիս։ Նայեք, այս մեկը աջ, այս մեկը ձախ։ Բայց որ այսպես են բռնում, ընդհանրապես վերև։ Տուր։ Այստեղ ինչ որ թվեր կան։ 1 5000 3 20 500 4020։ Կարող է հաշվի համարը։ Հա, հաստատ հաշվի համարը։ Գանձերն էլ երևի այս հաշվի վրա են։ Մնաց գնանք բանկ։ Այս սլակներն էլ երևի ցույց են տալիս բանկի տեղը։ Գոր, դու բոլոր հանելուկների մեջ ինչ-որ գանձ ես ման գալի։ Չեմ կարծում, որ բանկն է։ Կարող է ինչ-որ մաթեմատիկական հաշվարկ է։ Էլի մաթեմատիկա։ Ես այդ մաթեմատիկայի պատճառով այսօր արդեն տուժել եմ։ Հիմա դուք մտածեք։ Հա, Աննա, ինչ ես մտածում։ Մտածում եմ, որ այս հուշումները պետք է ուսումնասիրել, բայց ոչ այստեղ։ Ինչու ենք հանելուկից հետո բոլորս ինչ որ խորհրդավոր կերպով խոսում։ Պետք է գնալ մի վայր, որտեղ լռություն է ու մարդիկ են հարստանում։ Ճիշտ էի ասում։ Դու էլ ես բանկի մասին մտածում, չէ։ Չէ, միամիտ։ Խոսքը գրադարանի մասին է։ Ուրեմն այսպես։ Գնացինք գրադարան։ Արմեն, սպասի, հա մի վարքան։ Ինչ նկատի ուներ մարդիկ հարստանում են ասելով։ Գորգ ջան, գրադարանում մարդիկ հարստանում են գիտելիքներով։ Սպասեք։
Արագացրեք։ Տեմպո։ Ուրեմն այսպես գործընկերներ, ինչպես տեսնում եք, այստեղ շատ գրքեր կան, որոնք մեզ կարող են օգնել։ Հիմա խնդրում եմ բոլորը հերթով ուսումնասիրեք ու հետաքրքիր պատասխաններ առաջարկեք։ Էս ինչ պաշտոնական հնչեց գործընկեր արտահայտությունը։ Հա, ինձ մի բան ֆիլմում զգացի։ Ցավոք, այդպիսի տեսարաններ հաճախ հանդիպում են սարսափ ֆիլմերում։ Ու հուսամ վախենալու բան չենք բացահայտի։ Ոչ, եթե նույնիսկ ձեզ ֆիլմում եք զգում, համարեք, որ սա արկածային ֆիլմ է ուղղակի։ Լավ, հիմա սկսում ենք ուսումնասիրությունը։ Դե եթե ֆիլմ է, ուրեմն ինչ որ դինամիկ երաժշտություն է պետք։ Սկսեցինք ուսումնասիրությունը։ Սկսեցինք։ Էլ չեմ դիմանում, չեմ էլ հասկանում ինչ ենք փնտրում ընդհանրապես։ Ինձ թվում է բոլոր հուշումները պետքա օրագրում գրված լինի։ Բա հիմա ինչ ենք անելու։ Հիմա գոռը գնում է մի հատ գիրք ա բերում, որը մեզ պիտի օգնի։ Գոռը գնաց։ Ոտքի։ Իսկ հնարավոր է այդ թվերը ինչ որ կոորդինատներ են ու ինչ որ վայր են ցույց տալիս։ Աշխարհագրական կոորդինատներ։ Խելքին մոտ բան ասում, պետքա ստուգել։ Ինչ որ բան գտակ։ Դե մտածում ենք, որ այս թվերը կարող է աշխարհագրական կոորդինատներ լինեն։ Հիմա Արմենը հետ է ստուգում։ Իսկ կլինի ինձ հասկանալի լեզվով բացատրեք։ Լսիր, կոորդինատները այն թվերն են, որոնք ցույց են տալիս որևէ օբյեկտի կամ մեր գտնվելու վայրը, քանի որ աշխարհը շատ մեծ է, այս հատուկ համակարգ է պետք, որը ցույց կտա մեր գտնվելու վայրը կամ որևէ օբյեկտի։ Պատկերացրու, որ աշխարհը երկրագունդը բազմաթիվ գծերով բաժանված է քառակուսիների ու ամեն մի կետ, ինչպես օրինակ մեր տունը, դպրոցը կամ գրադարանը ունի իր կոորդինատը, համարը։ Ու այդ համարը կոչվում է կոորդինատ։ Կոորդինատները բաղկացած են երկու թվերից՝ երկայնություն ու լայնություն։ Ու դուք այս ամենը դպրոցից գիտեք։ Չէ, փորձերոնն ենք նայում։ Ափսոս, բայց ոչ մի բան դուրս չեկավ։ Այդ թվերով կոորդինատ չկա։ Գորջան, ինչ գիրք ես բերել։ Դե Հա, երևի ուզում ես սկզբից տարերը կրկնենք, հետո վերհիշենք, հետո նոր կարդանք։ դե չէ, ուղղակի։ Գոր, դու կարծես թե հանճոր ես։ Իսկ ինչի կարծես։ Ինչ ես մտածել, Աննա։ Երեխեք, մեր տառերը հնում որպես թվերել են օգտագործվել։ Ուզում ես ասես, որ թվերը նաև տառեր են։ Մի րոպե համացանցում գրեմ մեր այբուբենը թվերով։ Ուրեմն մեկը ան, 5000-ը ժն, 3-ն է գն, Ստացվեց արգ, 20-ը ին, 500-ն էլ շն, 4000-ն էլ տնն, 20-ը ի, ստացվեց արգիշտի։ Շնորհավորում եմ ընկերներ, մենք գտանք հանելուկի առաջի մասի պատասխանը։ Քոր ապրես։ Դե լավ, վերջացրեք, մի ամաչացրեք։
Արգիշտի, բայց ինչ կապ ունի Արգիշտին։ Դե Արգիշտի անունով թագավոր ենք ունեցել։ Կամ փողոց։ Ցանկացած ուրիշ օր կծիծաղեի ասածիդ վրա, բայց այսօր մտքերդ արդարացված են։ Գնացինք Արգիշտի փողոց։ Հա, ինչ որ բան գտակ։ Չէ, ոչ մի բան։ Ինձ թվում է այստեղ էլ եմ ես հանելուկի պատասխանը գտնելու։ Ուշացար։ Ես կարծես թե գտել եմ հանելուկի մյուս մասը։ Գնացի։ Այսպես։ Կարծես նույն նշաններն են։ Ասում էի, չէ, փողոցի մասին է խոսքը։ Հիմա մնում է հասկանանք, թե այս ամենը ինչա նշանակում։ Փաստորեն սեպագիր արձանագրություն էր գրված մեր օրագրում։ Թե ինչ էր թաքցրած, բացահայտեցինք։ Մնում է պարզենք, թե ինչա գրված։ Վստահ եմ հիմա Աննան կկարդա այս արձանագրությունը։ Հա, Աննա։ Չէ, երեխեք, դուք չափազանցնում եք իմ գիտելիքները։ Ես բնականաբար չեմ կարող կարդալ ինչա գրված։ Բայց կարող եմ ասել, թե որտեղ կարող են գնալ, որ իմանանք ինչ է գրված այստեղ։ Ուր։ Էրեբունի թանգարան։ Գնացինք։ Երևունի թանգարան։ Բայց լավ բան ասում է։ Սպասեք։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը Հայաստանի կարևոր պատմամշակութային կենտրոններից մեկն է։ Այն գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որտեղ մեր թվարկությունից առաջ 782 թվականին Ուրարտական արքա Արգիշտի առաջինը հիմնել է Էրեբունի քաղաքամրոցը, որը համարվում է Երևանի պատմական նախահայրը։ Էրեբունի թանգարանում ներկայացված են հնագույն գտածոներ, որոնք հայտնաբերվել են բերդի պեղումների ժամանակ, այդ թվում ուրարտական սեպագիր արձանագրություններ, բրոնզե եւ երկաթե զենքեր, ամֆորաններ եւ խեցեղեն, կենցաղային իրեր, կոթողներ եւ պատմամշակութային առարկաներ։ Եկեք ամփոփենք։ Կհիշեցնեք հանելուկը։ Խոսում եմ, բայց լեզու չունեմ։ Բառեր եմ, բայց տառեր չունեմ։ Սկզբում այդ նշանները ձեզ համար կլինեն անհասկանալի, բայց երբ բացահայտեք նրանց գաղտնիքը, նրանք ձեզ կուղղորդեն մի վայր, որտեղից սկսվել են բազմաթիվ արկածներ եւ թվեր։ Թվերը պարզեցինք, գրված էր Արգիշտի։ Խոսում եմ, բայց լեզու չունեմ, բառեր եմ, բայց տառեր չունեմ։ Երևի քաղաքապետարանի դիմացի սեպագրերի մասին է խոսքը գնում։ Պետքա պարզենք, թե ինչա գրված, որ հասկանանք ուր են ուղղորդում մեզ այդ նշանները։ Եվ թե որտեղից են սկսվում արկածները։ Գնանք։ Էսա, այստեղ էլ կան այդ նշաններից։ Բայց սա հնարավոր չի կարդալ։ Իսկ ով ասաց, որ սրանք բառեր են։ Երեխաները դուք գտնվում եք Երևան քաղաքի կարելի ասել ծննդավկայականի դիմաց։ Այստեղ է գրված, թե որտեղ եւ երբ է հիմնադրվել Երևան քաղաքը։ Ես այս թանգարանի հնագետներից եմ եւ կարող եմ ասել այս քարը, որին դուք հիմա նայում եք,
Պեղումների ժամանակ գտնվել է հենց այստեղ։ Իսկ այն սեպագիր արձանագրությունների վրա գրված է Երևանի հիմնադրման մասին։ Դուք կարողանում եք կարդալ այս արձանագրությունները։ Այո, այստեղ գրված է ուրարտերեն։ Իսկ այս քարի կրկնօրինակը դրված է Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Մենք դա տեսել ենք։ Բայց ինչի հենց այնտեղ։ Դե ինձ թվում է խորհրդանշական է, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց դրված է Երևան քաղաքի ծննդյան վկայականը։ Իսկ կասեք ինչա գրված։ Իհարկե, այստեղ ասվում է. Խալդի աստծումեծությամբ ես Արգիշտի Մենուայի որդի այս անառիկ ամրոցը կառուցեց անվանեց Երևանի քաղաք։ Ի հեզորություն բիայնա երկրի եւ ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է. հողնամայի էր։ Այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծումեծությամբ Արգիշտի Մենուայի որդի, արքահազոր, արքա բիայնա երկրի, տերը դուշպա քաղաքի։ Փաստորեն մեր ճանապարհորդը նկատի է ունեցել արկածների քաղաք Երևանը։ Եվ այդ նշանները մեզ բերեցին Երևանի ծննդավայր, Էրեբունի ամրոց։ Ես այս ամենի մասի պիտի պատմեմ իմ օրագրում։ Ուրիշ տարբերակ չկա։ Սիրելի օրագիր, մենք այսօր իմացանք Երևանի պատմությունը։ Մենք իմացանք Արգիշտիի մասին, ով հիմնեց այս առեղծվածներով, արկածներով եւ հանելուկներով լի քաղաքը։ Ամեն քայլափոխին մեզ շրջապատում են քաղաքի հին ու նոր պատմությունները։ Մենք շատ ենք սիրում Երևանը, որովհետեւ այն արկածների քաղաք է, արևային քաղաք է։ Այստեղ միշտ կա ինչ-որ տեղ վազելու, ինչ-որ բան բացահայտելու, ինչ-որ պատմություն վերծանելու հնարավորություն։ Երևանում մենք դեռ շատ կգնանք արկածների հետքերով։ Բլուտ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, լեվում ենք քարտեզին։ գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերացի, հերտան գրի լինի։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։